Իրանի և Ադրբեջանի մաքսային ծառայությունների ղեկավարները մաքսային համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ձևակերպման գործընթացը պարզեցնելու և արագացնելու նպատակով, հաղորդել է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Իրանական կողմը պարզաբանել է, որ Աստարայի և Նախիջևանի հետ սահմաններին կամուրջների շինարարության ավարտը կամրապնդի ենթակառուցվածքները և կհանգեցնի առևտրի բումի և բեռնատարների անցուդարձի դյուրացմանը։ Մեր երկրի նախագահը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի հետ առևտրային փոխանակումների զարգացման նկատմամբ և տարբեր հանդիպումների ընթացքում ընդգծել է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հայտարարել է Իրանի էկոնոմիկայի փոխնախարար Ֆարուդ Ասքարին։ Ըստ պաշտոնյայի, երկրների միջև առևտրի զարգացման հիմնական խնդիրը սահմանների գերծանրաբեռնվածությունն է և բեռնատարների անխափան տեղաշարժին առնչվող խոչընդոտները։ Նա ընդգծել է այդ խնդիրը երկու երկրների փոխգործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։ Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, զոհվել է առնվազն 9 մարդ։ 7 մարդ զոհվել է Կիևի հարավ-արևելքում գտնվող Դարնիցկի շրջանում, 2-ը Սոլոմենսկի շրջանում քաղաքի արևմուտքում։ Եվս 28 մարդ վիրավորվել է, այդ թվում 4 երեխա։ Ընդհանուր առմամբ հարվածներն ու ավերածությունները գրանցվել են քաղաքի 5 շրջանում։ Լրատվամիջոցների տվյալով այս գիշեր Կիևի դեմ կիրառվել են բալիստիկ հրթիռներ, Խարկովում հարված է հասցվել բենզալացակայանին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տվյալով Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 37 հրթիռ և 187 ԱԹՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդել է, որ խոցվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և լոգիստիկ կենտրոնները, որոնք օգտագործվում են հրթիռային սպառազինության, անօդաչու սարքերի, ռադիոլոկացիոն կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման և մատակարարման համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20-ից մինչև օգոստոսի 1-ն առավոտյան ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցները ոչնչացրել են 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրանք խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրիոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ու Կրասնոդարի մարզերի տարածքում։ Ուկրաինական լրատվամիջոցներն էլ տեղեկացրել են, որ Ուֆայում հրդեհ է բռնկվել ևս մեկ նավթավերամշակման գործարանում։ Նշվում է նաև, որ այս գիշեր դրոնների թիրախում են եղել Թաթարստանում գտնվող Նիժնեկամսկ նեֆտեխիմ արդյունաբերական գոտու և Դոնեցկի ու Զապորոժիեի շրջանների էներգետիկ օբյեկտները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դա կպահանջի զիջումներ երկու կողմից էլ։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս նշել է, որ ինքը վերջ է դրել 8 պատերազմի և որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լիներ ամենահեշտերից մեկը։ Ես կարծում եմ, որ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մենք կարող ենք պատկերացնել, ասել է նա։ Հուլիսի սկզբին Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղություն են ցանկանում և որ շուտով ինչ-որ բան կստացվի։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտից առաջ։ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունը կկայանա 2028 թվականի նոյեմբերին։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտության համաձայնագիրը դեռևս հնարավոր է չնայած ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք համաձայնության գալ Իրանի հետ չնայած Մերձավոր Արևելքում ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին և Թրամփի հայտարարություններին այս հարցի վերաբերյալ, նա ասել է. «Այո, դա հնարավոր է»։ Դավիթ Մուրադյան, լուրեր։